Պարոն Սաղաթելյան, նախ խոսենք Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգում Եվրոպական խորհրդանի ամբիոնից հնչեցրած հայտարարությունների մասին, մասնավորապես հոգևորականների մասով, նա ասում է, որ որոշ հոգևորականներ ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարևարկության կանոնները, իրենց խոցելի են դարձրել օտարերկրահատուկ ծառայությունների համար եւ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, եւ նա նշում է, որ իրենց շուրջ են հավաքել Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելառուսամետ օլիգարխների եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին, ինչ նպատակ ունի Փաշինյանի այս հայտարարությունները։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանությունից խոսելու իրավունք չունի։ Այդ թերքահապատակ գործիչը, ով անընդհատ խոսում է Հայաստանի ինքնիշխանությունից, փորձում է Հայաստանի ինքնիշխանությունը մատաղանել Թուրքիա եւ Ադրբեջանի ոտքերի տակ։ Եվ իմիջիալոց ինքը բավականին հիմա հեշտացրել է մեր աշխատանքը, եթե մենք երկար ժամանակ ջանք ենք թափում վերջին առնվազն 5 տարվա մեջ բացատրելու թե ով է Նիկոլ Փաշինյանը եւ ում շահերն է սպասարկում, ինքը այլևս սկսել է բաց խաղալ կամ իր տերերը սկսել են բաց օգտագործել իրեն։ Եվ եկեղեցու դեմ, հայկական ազգային արժեքների, մեր ինքնության, մեր իրավունքների դեմ նրա արած բոլոր հայտարարությունները դրանք Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջներն են, որ ինքը հետևողականորեն փորձում է կատարել, ինչ է նշանակում գնալ Ստրասբուրգ, գովալ Ադրբեջանին, խոսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այսինքն, ել էս մարդը ինչ պետք է անի, տես շնորհակալություն չէր հայտնում։ Այն երկրից, որը ցեղասպանությունը գործ ընդամենը 5 տարի առաջ, արյունը չի չորացել, ինքն այսպես կոչված նախագահ կա, որը մեծ շնորհակալություն են հայտնում։ Ինչի համար։ Զոհերի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, թե Հայաստանի տարածքները օկուպացնելու համար։ Այս պարզ է, էլի կարծում սա լավագույն առիթն է մեր ժողովրդին հասկանալու, թե ում հետ գործ ունեն։ Իսկ ինչ վերաբերում է հայտարարությունը, որ նա անում է Ստրասբուրգում եւ ասում է, որ Հայաստանի անկախությունը ուզում է զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Հայաստանի անկախության թշնամին Նիկոլ Փաշինյանն է, ով Հայաստանի անկախությունը զոհաբերում է Ադրբեջանի եւ Թուրքիային։ Այս մնացածը, այսինքն հիմա փորձում այս մարդը ամբողջ աշխարհին ասել, որ Ադրբեջանը, Թուրքիան մեր բարեկամներն են, եւ կամ երրորդ պետություն, Ռուսաստանը, չգիտեմ, որ սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Սրա ամբողջ նպատակը հետեւյալն է՝ Հայաստանի այս ընտրությունները վերածել աշխարհակահաղական, հերթական, չգիտեմ, մի հատ բախման ու աշխարհից ինչ որ Ադրբեջանից, Թուրքիայից ու Արևմուտքից խնդրում է օգնություն իր վերարտադրությունը, որպեսզի կարողանա ապահովել։ Մենք շատ հստակ, պարզ, բազմաթիվ անգամ առիթից օգտվելով մեկ անգամ եւս ասում են, որ որևէ աշխարհակահաղական կենտրոն իրավունք չունի եւ չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին, այդ թվում նաեւ Հայաստանի իշխանության ձևավորման։ Հայաստանի իշխանության ձևավորման աղբյուրը եւ միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Այս մարդը վայնասունը գցել է հայ առաքելական եկեղեցուն սրբազանների ներկայացնում է գործակալ, տերորիստ, գործակալն է ինքը, տերորիստն է ինքը, դավաճանը ապացուցված ինքն է, այսինքն բանը խելագարության կանխաբարկացով ապրող։ Ասում է, որ Կտրիչ Ներսիսյանը պատերազմի կուսակցության առաջնորդ է դարձել եւ սա վտանգ է ներկայացնում մեր խաղաղության համար։ Երբ այս հարցերը նա բարձրացնում է Ստրասբուրգում հոգեվորականների հետ կապված եւ ընդդիմադիր շրջանակների հետ կապված, ինչ նպատակ ունի ինքը։ Այս մարդը ասում է հետեւյալը. ցեղասպանությունից չխոսեք, չի կարելի ու քիչ հետո արդեն հասկանում եք նաեւ այս վերջին դեպքերը, ասելու է, որ մի անգամ նման ակնարկ արել է, չէ՞ մի հատ հասկանանք, բայց ցեղասպանություն ինչի տեղ ունեցավ եւ այլ եւ այլ եւ այլ։ Որոշ ժամանակ հետո ինքը մեղադրելու է հայ ժողովրդին 1915 թվականին Արևմտյան Հայաստանում ինքնացեղասպանվելու կամ նման մի երևույթի մեջ, այսինքն դեռ էլ Ադրբեջանի արյունը ձեռքերը Ալիևի մաքրել է, հիմա էլ արդեն անցնում է Թուրքիայի ձեռքերը արյունոտ մաքրելու եւ արդարացնելու այն քաղաքականությունը, որը տեղի ունեցել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Ինչն է նպատակը, նպատակը արդարացնելն է։
Նպատակը նա է, որ ինքը Թուրքիա եւ Ադրբեջանը ազդեցության գործակալ է, որ հայտնվել է Հայաստանի իշխանության ղեկին եւ գործում է հայկական շահերի, Հայաստանի ինքնիշխանության եւ հայ ժողովրդի դեմ։ Ուրիշ որևէ բացատրություն, այն ինչ որ ինքը անում է, չկա։ Մի քիչ ուղղակի իրանք էլ անխիղճ են, շատ բաց են սկսել օգտագործել իրան, այսինքն տեղել չեն թողում խաղել։ Այս է իրականությունը եւ կարծում եմ ինչ որ Խոսես նաև ընտրությունների մասին, այս ամեն ինչ ընտրություններով իհարկե այս ամեն ինչ ինքը կապում է ընտրություններին, որպեսզի ունենա աջակցություն, իր բռնությունները, ապօրինությունները, մարդկանց ընտրվելու իրավունքի այդ շատ կարևոր հանգամանքը խլելը արդարացնելու համար։ Ինքը հայտնի է, չէ՞, պատրաստվում առաջիկայում նոր ապօրինություններ անել, սահմանափակել որոշ քաղաքական ուժերի մասնակցություն եւ այլն, դրա համար անհրաժեշտ է միջազգային աջակցություն, կանաչ լույս իր ապօրինությունների համար։ Սրա համար ինքը իր ներքին խնդիրները դարձրել է աշխարհակաղակական խնդիրներ եւ ազել է արևմուտք փորձում է օգնություն խնդրել։ Սա է միաժամանակ նաեւ ես տարբեր առիթներով ասել եմ Հայաստանի ընտրական process-ին անմիջականորեն մասնակցում է նաեւ Հեյդար Ալիևը, ինչ որ իմաստով նա Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետի դերակատարություն է ստանձնել։ Այս ցորեն ուղարկել, չգիտեմ, Մեժանբեզին եւ այլս Նիկոլի ամիս կաշառքը բաժանում էր ժողովրդին, որ այս 2 ամիսը իհարկե դրա դիմաց հետո մենք շատ թանկ ենք վճարելու ենք տարածքով եւ արյունով, ոնց որ եղավ իր կառավարման ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում է եկեղեցին, վեհապառը, պատերազմի կուսակցության եւ այլ, գիտեք, այս մարտը ղեկավարել էլ ամոթ ասել էլ իր այս գոյության 8 տարիների շրջանում մեր պետությունը եւ ժողովուրդը ունեցել է միայն պատերազմ, ողբերգություն, կորուստներ։ 3 պատերազմ է տեղի ունեցել իր ղեկավարման օրոք ու 3 խայտարակ պարտություն։ Հիմա այս մարդը ինչ իրավունք ունի խոսելու կամ ինչ-որ մեկին մեղադրելու պատերազմի ուժ լինելու մեջ։ Ինքը դրա խորհրդանիշն է ու սիմվոլ։ Դա այդ մասին խոսում է, որ լեգիտիմացնի գործողությունները, որոնք առաջիկայում արվելու են ընտրություններից առաջ կուսակցությունների մասով։ Այսինքն այդ մոլդովական սցենարացվածը նա կյանքի կկոչի, կարծում եք, եւ այս ամբողջ հայտարարությունը նավես համատեքստում էր։ Հերիքի ու անդիմադիր դաշտը այս հարցում միասնականություն չցուցաբերի, ինքը փորձել է գնալ այդ ճանապարհով։ Այդ մասին նոր չի, որ ասում ենք, 4 ամիս ասել ենք, բանակցում ենք դաշտի քաղաքական ուժերի հետ, այդ վտանգի բոլոր հետևանքներով ներկայացրել ենք, որ այո, եթե այս հարցում ընդդիմությունը չեղավ միասնական ու մեկ ճակատով հանդես չեկավ, խոսքը ոչ թե միավորվելու մեկ ցանկի, այլ իր հավանական ռեպրեսիաներն ու ապօրինությունները, ընտրությունների կեղծման մեխանիզմները կանխարգելուն ուղղված գործողություններ։ Այս իմաստով ընդդիմությունը պետք է գործի մեկ ճակատով ու դրա այլընտրանքը չկա։ Ու ով այս ճակատի մեջ չկա, ինչ-որ տարբեր հիմար պատճառաբանություններով։ Ինքը անկախ իր կամքից դիտավորյալ կամ միամտորեն ջուրը լցնում իշխանության ջրավաց։ Մեկ ճակատ ասելով ինչ նկատի ունեք։ Այսինքն մի քանի խոշոր բևեռներ ձևավորվի, բայց ընդհանուր մեկ ճակատով հանդես գան, ավելի կմանրամասնեք։ Բևեռները այլևս ձևավորված են։ Առնվազն այս պահին դաշտում կա 3-4 խոշոր բլոկ, որ շեմա հաղթահարելու հնարավորություն ունի, ովքեր հանդես են գալիս իրենց ծրագրով եւ իրենց վարչապետի տեխնոսով։ Այս խոսակցությունները ընդդիմության միավորման մեկ ցանկի այլևս անցվալում են։ Մեկ ճակատ ասելով ինչ նկատի ունեք։ Ինչպես պետք է հակազդեն մեկ ճակատով Փաշինյանին։ Նկատի ունեմ, որ այդ ուժերը եւ առհասարակ ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերը մի շարք առանցքային կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ պետք է սերտորեն համագործակցեն։ Որ հարցերն են 2-3-ը արդեն ասեցի եւ մենք գիտեք այդ 5 կետի շուրջ որ խոսել ենք տարբեր քաղաքական ուժերի խոսքը դրա մասին։ Եվ ես կարծում դա անխուսափելի է ու տեղի էլ ունենալու։ Այսինքն եթե մեկ ճակատով հանդես գան Փաշինյանին չի հաջողվի որոշ կուսակցությունների թույլ չտալ մասնակցել ընտրություններին։ Օրինակ խոսում է ուժեղ Հայաստանի մասին, դաշնակցության մասին է խոսում, որ կարող է թույլ չտա մասնակցել ընտրություններին։ Մեկ ճակատը հասկացանք, չէ՞, ինչի մասն է խոսքը, ոչ թե մեկ ցանկի, այլ մի շարք հարցերի շուրջ պետք է գործել։ Հիմա անունը ուզում ենք մեկ ճակատ դնենք, ինչ ուզում ենք դնենք, պետքա սերտ համագործակցություն, միասնական գործունեություն այդ հարցերի շուրջ։ Խոսքը դրա մասին է, որ
հանկարծ սխալ չհասկացվում եւ այո, հավանական այդ հարցերը դիմագրավելու ճանապարհը այդ հարցերի շուրջ ընդդիմության ջանքերի մեկտեղումն է եւ համատեղ պայքարը։ Օրինակ մեր համար կարող եմ ես եւ կուսակցության եւ դաշինքի անունից ասեմ, եթե որևէ ուժ փորձ անեն չգրանցելու, մենք ոչ թե ուրախանալու ենք, որ օքեյ ընդդիմադիր դաշտից մի ուժ չգրանցեցին, մենք ավելի շատ քվե կավակենք, այդ ուժի հետ հավասար մի բան էլ ավել պայքարելու ենք այդ ուժի իրավունքների համար։ Երբ որ ասում ենք համագործակցություն, խոսքը սրա համար է։ Եթե որևէ քաղաքական ուժից մեկին ձերբակալում են, մենք համարելու ենք, չենք ասելու դա այն կուսակցությունից է։ Մեր համար նման խնդիր չկա, քաղաքբանտարկելը բոլորինս է։ Դուք այս ընթացքում էլ տեսել եք մեր քաղաքական մրցակիցների ցանկացած մեկի հետ, որ մի բան եղել է, մենք կողքն ենք եղել ու լինելու ենք, որովհետև դա է։ Բողոք ներկայացնեք, թե այլ մեխանիզմներով եւս։ Դրա բոլոր մեխանիզմներն ու պատկերացումները կա, ու այս հիմա այդ հարցերի շուրջ խոսակցությունը գնում է շատ չմանրամասնում հասկանալի պատճառով, բայց մենք ամբողջությամբ պատկերացնում ենք դա ինչպես պետք է անել։ Կարևորը փոխըմբռնումն ցանկությունը ու այդ գիտակցությունը լինի։ Այսինքն այնպես կազմակերպվի գործընթացը, որ եթե որևէ ուժի թույլ չտան, որ մասնակցի ընտրություններին, չտուժի այդ ուժը եւ այլ ձևով այնպես անել կանխել։ Լավ, այսպես ձևակերպ։ Իշխանությունը պետք է հասկանա, եթե այս ընթացքում գնա նման քայլի, դրա դիմաց ունենալու է շատ մեծ փողոց ու մեծ խնդրեմ։ Այնքան մեծ ժողովրդական հակազդեցություն, որ ինքը այլևս ընտրությունների էլ չի հասնի։ Խոսքը սրա մասին է, այսինքն ինքը պետք է հասկանա, որ եթե սահմանափակեց որևէ ուժի մասնակցություն, դա ունենալու է համապատասխան հետևանք, համապատասխան ապտակ ու համապատասխան հակազդեցություն։ Այսինքն դա իր համար լինելու ավելի մեծ գլխացավանք։ Սրա մասին է խոսքը։ Դրա եւ մեխանիզմները կա, եւ հնարավորությունները կա, ավելին ասեմ, եւ ծրագիրը կա։ Իմանում է, որ այս հարցով պայմանավորվեք։ Ընդդիմադիր ուժերով կա քննարկում, խոսակցություններ։ Այո։ Ուսադրող են այդ քննարկումները։ Պես կանես։ Փաշինյանը նկատելի է փաստորեն, որ այդ ծրագրով գնալու է ՍԵՍ այդ մոլդովական սցենարը գործի դնելու, նաև հաշվի առնելով արտաքին հետախուզության ծառայության հայտարարություն, որ արվեց, այս մասով ինչ կասեք։ Մոլդովականա, թուրքականա ծրագրի անունը չգիտեմ, բայց ինքը փորձելու է դրա գնա, որովհետև ցանկացած սոցիոլոգիական հարցումով իր վերարտադրությունը բավականին պրոբլեմատիկ է։ Ես չեմ ասում, որ ընդդիմության բոլոր հարցերը լուծված է, արդեն հարցը փակված է, մեկ որ sense ասում ես ուրիշ ծայրահեղության մեջ են անգնում, բայց մենք այս ընտրությունները համարում ենք ճիշտ աշխատելու դեպքում լիարժեք հնարավորություն այս խնդիրը լուծել։ Շատ բան կախված է նաև ընդդիմադիր դաշտի կուսակցություններից, ով ինչ հրատապությամբ, գիտակցությամբ եւ այս պայքարի տրամաբանությամբ կմոտենա այս հարցին։ Իսկ ինչ վերաբերվում է հետախուզության ծառայության հայտարարության մասով ինչ կասեք։ Այս լրիվ էս ամեն ինչի կոնտեքստում է։ Ընդհանրապես էս ինչ որ ասում եմ, ես երեք մի առիթով ասացի, այս սրբազան 2 օպերացիա են ուզում բեմադրեն հավանաբար, այսինքն այսինքն այդ հայտարարությունն որ կարդում ես երեկվա քնչական բանը բարձա չէ, այսինքն մարդկանց վախեցնելու, շոու անելու ինչ որ նման բաների մասն է խոսքը։ Իդեպ այդ հայտարարության մեջ նշում էր, որ հատուկ ծառայության ներկայացուցիչները տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի քաղաքացիների վրա տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ եւ նրանց մղել, որ կոնկրետ ուժի նկատմամբ նրանք փաստորեն աջակցություն ցուցաբերեն եւ հետաքրքիր է, որ երեք նաեւ Դանիել Իոնիսյանը ասում է, որ ինքը հաղորդում է ներկայացրել դատախազություն, որովհետեւ ինքը տվյալներ ունի, որ շուրջ 80,000 ընտրող են բերելու Հայաստան եւ նրանց 100,000 ռուբլի ընտրակաշարք է տրվելու։ Հիմա ինչ է կարծում, ես պետք է մեկնաբանեմ Դանիել Իոնեսյանի ասածը։ Չէ, ամբողջական ասենք Դանիել Իոնեսյանը խոսում է համ դատախազության անունից հաճախ, համ քննչականի, համ պետության, համ չգիտեմ ամեն ինչի լրջությունը որտեղ է, էլի ասենք իրաց տարածած հաղորդագրությունը, նրանց մեկնաբանությունը, բարձ ինչ են անում։ Փորձում են ցույց տան, թե իբր Ռուսաստանից միջամտություն կա Հայաստանի ներքին գործերին, ու ասենց ինչ որ սցենար են հորինը, ինչ որ լուրջ չի էլի այս ամեն ինչ։ Այսինքն եթե 2 ամիս առաջ
Կալասը հայտարարություն արեց պետական մակարդակով լուրջ պաշտոնյա չէ տարածաշրջանում դերակատարություն ունեցող, որ ուղիղ ասել է, որ միջամտելու ենք Հայաստանի ներքին գործերին, թույլ չենք տալու այլ սցենարներ, խոսես մոլդովական սցենարի մասին, դա ոչինչ, բարձրաստիճան պաշտոնյա եվրոպական նման հայտարարություն արել։ Բայց ինչ որ մի հատ հայտարարություն, անանուն, անհասցե, ինչ որ մի հատ օդի մեջի մի բան, դա սարքել են ինչ որ թեմա շարունակում են խոսալ։ Այդ պատկերացնում եք տարբերություն։ Հիմա նա միջամտություն չէր, բայց ինչ որ մի հատ բան, որտեղ ոչ մի հիմք չկա դեռ, ոչ մի փաստ չկա, ասում են միջամտություն։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է, որևէ տեղից, որևէ մեկը նորից են կրկնում, իրավունք չունի միջամտելու։ Ու վերջ, կապ չունի որ կողմից է։ Կլինի Մոսկվայից, Բրյուսելից, Անկարայից, Բաքվից, Վաշինգտոնից, չգիտեմ, որտեղից ուզում է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ձևավորի հայ ժողովուրդը։ Սա է մեր մոտեցումը։ Իսկ ինչ վերաբերում է ինքնիշխանության դեմ պայքարին, Հայաստանի ինքնիշխանությանը այսքան վնաս տված մարդ չի եղել ոչ Հայաստանի նոր անկախ պատմության, ոչ էլ դրանից առաջ պատմության մեջ։ Պարզ է, չէ՞։ Իմիջիալոս Նիկոլ Փաշինյանը ինչից շատ խոսում է, եթե շատ խոսում է ժողովրդավարությունից, ուրեմն դրա հերը անցրեց։ Ինքնիշխանությունից նույնն է։ Արցախից էր ժամանակից խոսում, տեսանք ինչ եղավ։ Հայաստանի տարածքային ամբողջականությունից էր խոսում, տեսանք ինչ եղավ։ Ինքը ինչից շատ խոսում է, արդեն զգուշացեք։ Դա թիրախ է։ Երբ որ սկսեց ներկայանալ իբրև ինքը քրիստոնյա եկեղեցու պաշտպան, տեսանք ինչ է անում։ Այսինքն այս մարդը էլ, ես գնուշել 8 տարի սրան չճանաչել էսօր։ Սաղաթրեն, այսինքն դուք հակազման պլան ծրագիր ունեք արդեն ընդդիմությունով, այն որ իշխանությունը պատրաստվում է որոշ կուսակցությունների թույլ չտալ եւ այլն, ընդդիմությունն էլ է պատրաստվում այս քայլերին հակազդելու։ Այո։ Առնվազն մենք եւ ունենք պատկերացումը եւ մեխանիզմները եւ հակազդելու քայլերն ու գործողությունները, բայց միայնակ չենք կարա մեզ անհրաժեշտ է անդիմադիր դաշտի մյուս ուժերի լիարժեք մասնակցությունը եւս։ Դա կկաշկանդի Փաշինյանին կարծում եք, եթե իր մեջքին այդպիսի աջակցություն ունի Եվրամիությունը։ Հայաստանը, տեսեք, այստեղ այս մյուս բան էլ կա, բա դրսի միջամտությունը, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, բայց ամենակարևորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, որ ազատվում են սրանից, որևէ արտաքին ուժ չի կարող դրա դեմ առնել։ Իսկ իր զսպման միակ աղբյուրը մեր ժողովուրդն է։ Ուրիշ աղբյուր ուժի կամ վիճակը փոխելու մենք չունենք։ Իմիջիալոց մեր հույսն էլ որևէ մեկի վրա չենք դնում այս փոփոխություններին հասնելու համար։ Բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ նրանց կամքի վճռականության ու գիտակցության վրա է մեր հույս, որ իրենց կազմակերպելով, բացատրելով, վտանգները ամբողջությամբ հասկացնելով եւ հացկացվելով կարողանանք այս խնդիրը լուծենք։ Ուրիշ տեղ չկա, հա։ Ընտրությունների միջոցով։ Գիտեք, 2 ամիս է մնացել ընտրություններին։ Դա ուզենք թե չուզենք, սպասվող իրադարձություն է։ Եվ այսօր մենք նաև չենք ընդունում, տեսնում ենք հիմա նաև տարբեր կողմերից ընտրությանը դեմ խոսելը, որևէ բան չառաջարկել ու շարունակել ասել ընտրություններով էլ բան չի փոխվի, լավ, բա վերջ։ Իսկն այդ մարդկանց նպատակն էլ ես չեմ հասկանում։ Քաղաքական նպատակը հասկանում ինչի են դա անում, բայց խնդիրը լուծելու դե լավ հիմա մենք բայց հասկանալի չէ այս իրավիճակում այսպես խաղաղ գնալ ընտրությունների առանց փողոցային պայքարի։ Պետք է ընդդիմադիր շրջանակներ կան։ Ընդդիմադիրը որևէ կուսակցություն է ներկայացնում, ընդհանրապես իրանից որևէ բան է ներկայացնում։ Դու հելի մի բան անի, խի չի անում։ Միայնակ չեն ուզում գործել, միասնական դուրս կան եւ ընտրությունները ուղեկցվի փողոցային պայքարով։ Ավելի ցավը տանում անցի առաջ։ Խոսենք նաև Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենի հեռացման մասով, որովհետև փաստորեն ԱՄՆ փոխնախագահի այցից հետո խմորումներ տեղի ունեցան եւ Փաշինյանն այսօր ասաց, որ իր ցուցումով է փաստորեն նա հրաժարական տվել տնօրենը եւ հեռացել, նա ասում է, որ նա սադրիչ գործողություններ է արել, արտաքին քաղաքականությանը հակառակ է գնացել եւ ասում է երկրի վարչապետը եթե ասում է Արցախյան շարժում չկա, օտարերկրյա հյուրերին Արցախի հիմնահարց թեմայով գիրք է նվիրում։ Սա արտաքին քաղաքականությունը այսպես հակառակ տանող եւ սադրիչ գործողություն է։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը, այս գործողությունը։
Այսինքն վտանգավոր է արդեն Արցախի մասին խոսել անգամ։ Իմացել է այդ գրքի մասին։ Զանգել է իր ստրուկին։ Չգիտեմ, ասել է ծնկի արի մի քանի անգամ, ասենց ինչ-որ ներողություն խնդրի ու արագ այս գործողությունները արա, ինքն էլ անում է։ Ես ուրիշ տրամաբանություն, մեկնաբանություն կամ բացատրություն չունեմ։ Այսինքն, ինչ ցեղասպանության թանգարանի տնօրենը հուշարձանի մոտով անցնելուց պետք է ասեր, ես գիտեք Սումգայիթի դեպքերն է, բայց հայերը ինքնասպանվել են, հա, չի եղել Սումգայիթ։ Թե ասեր ցեղասպանություն, ներողություն չի եղել, մի հատ պետք է պատճառները հասկանան, գուցե 1.5 միլիոն հայ որոշեց ինքնասպանվել կամ արդարացնել Թուրքիայի գործերն ու ցեղասպանական քայլերն ու գործողությունները։ Չէ, ասում է գիրք է նվիրել Արցախի հիմնահարցի վերաբերյալ այն դեպքում, երբ մենք ասում ենք Արցախի հարցը փակ է, բայց ինքը փակել է այդ թեման։ Լավ, հիմնահարց չի եղել, Արցախ չի եղել, Արցախում 150,000 մարդ չի ապրել, Արցախը հայկական չէր եւ չի, Արցախում չկա մի հատ հսկայական հայկական պատմամշակութային ժառանգություն։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկը որ փակի հարցը, հասկանում եք, բաներ կա, որ ինքը պարզապես կատարում է նրանց պահանջները։ Ինչ ասեմ, այսինքն այսքան ստորանալ ու փորձել ստորացնել մեր ժողովրդին արժանապատվությունը, նույն հաջողությամբ ինքը ցեղասպանության թանգարանի տնօրեն պետքա դնի մի մարդ եւ իր պահանջը պետքա լինի այն, որ հաջորդ անգամ հյուրերին ներկայացնի դեռ կասկածի տակ դնելով եւ ուրանալով ցեղասպանությունը, պարզ է, չէ՞։ Իսկ այնքան պարզ է, որ ասում էինք, էսա, տեսեք, ասում էինք եկեղեցին այս մարդը ուզում է հարձակվի, ասում էին, չէ, մի քանի սրբազանի դեմ է, հետո պարզվեց վեհապարի դեմ է եւ այլ եւ այլ։ Ասում ենք ուզում է ուրանա ցեղասպանությունը։ Սկզբից հիշում եք, իրանք էին հարձակում, այս ինչ եք ասում բան։ Էլ ինչ անի, որ մարդիկ հասկանանք դա է անում։ Ասում ենք հուշահամալիրը քանդել են եւ այլ, ասում են ոնց մենք, բայց դրա տակ էլի մի բան կար։ Ну պարզ է, էլ ինչ անում։ Արդեն լուրջ էս թեմաներով էլ չգիտես էլ ինչ։ Այսինքն վտանգավոր է դառնում ըստ էության Արցախի մասին խոսելը եւ հիմա եթե պաշտոնյաներին է հեռացնում, հետո կարող է անդիմադիրներին կալանավորել։ Հա, ինչ անելու։ Հա։ Ալիևը զանգելու է, ասելու այս 10 հոգին ոնց որ Արցախից խոսել են շատ արագ ուղարկի մոտ։ Ինքն էլ անելու է։ Եթե ընտրություններին վերարտադրվի Փաշինյանը, վերընտրվի։ Բայց մենք իրան չենք հանձնելու Ալիևին, ասեմ, իրան ինքը մեզ պետք է, ասեմ, ողջ եւ առողջ։ Ինքը պետք է պատմի ինչի հանձնեց Արցախը, ինչի հանձնեց Հայաստանի Հանրապետությունից 240 կիլոմետր տարածք եւ ինչի այս ամեն ինչը արեց։ Ինքը պետք է դա պատմի, հետեւաբար մենք իրեն որևէ մեկին չենք հանձնելու, անվնաս եւ առողջ պահելու ենք, որպեսզի ինքը պատմի այս 8 տարիների իր բոլոր հանցանքների մասին եւ մեր ժողովուրդը իմանա ու դաս լինի, որ սրանից հետո որևէ պետության պատասխանատվություն ստանձնած անձ նման բան չանի։ Ինչու եք վստահ, որ դուք եք որ իշխանապողությունը լինելու, որովհետեւ որոշ հարցումներով նա 3 անգամ ավել ձայն է ստանալու եւ ասում է 65% նշաձող ենք դրել մեր առաջ։ Դա տենց բան չկա։ Ինքը չունի այդ հնարավորությունը իր վերարտադրության միակ շանսը համատարած կեղծիքներն ու ապօրինություններն են, ուրիշ վերարտադրվելու շանս չունի։ Մենք էլ պետք է այնպես անենք, որ դա կանխենք։ Ինչպես։ Այդպես։ Ինչպես են կանխում, այդպես կանխենք։ Ես եմ շնորհակալ։